Բարի առավոտ, սիրելի հեռուստադիտողներ, Կոտեք TV-ի եթերում բարի լույսն է։ Իսկ ձեզ համար տաղավարում աշխատում եմ ես, Ալիտա Եղիազարյանեսի, եւ ես խորհուրդ եմ տալիս չփոխել հեռուստաալիքը, քանի որ այսօր ունենալու ենք շատ հետաքրքիր հյուր եւ խոսելու ենք շատ հետաքրքիր թեմաներից։ Իսկ մինչ այդ հաղորդման սկզբում նշեմ, որ Աբովյանում շարունակվում են սպորտային հաջողությունների եւ զարգացումների շղթան։ Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը երեկ հյուրընկալել էր մարզադպրոցի տնօրեն Ղոր Ղալեչյանին, լողի մարզիչներ Էմա Աբրահամյանին եւ Հիլդա Հովսեփյանին։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են վերջին շրջանում լող մարզաձևում արձանագրված ակտիվությունը, մարզաձևի առանձնահատկություններն ու դժվարությունները, ինչպես նաեւ սաների հաջող մասնակցությունը տարբեր մրցաշարերում։ Վերջիներս առանձնակի հպարտությամբ են նշել մարզադպրոցի սան Սուրեն Շահումյանի նվաճումը։ Նա Հայաստանի լողի առաջնությունում արժանացել է պատվավոր 3-րդ մրցանակային տեղին։ Այս ձեռքբերումը նշանակալի է ոչ միայն սանի, այլև նրա մարզիչ Ռուբեն Չափարյանի եւ ամբողջ մարզադպրոցի համար։ Համայնքապետ Էդուարդ Բաբայանը շնորհավորել է մարզիկներին ու մարզիչներին, խրախուսելով Սուրենին շարունակել հետևողական մարզումները եւ ձգտել չեմպիոնական արդյունքների։ Նա ընդգծել է, որ Աբովյանում այսօր նկատվում են ակնհայտ առաջընթաց, ինչպես սպորտի, այնպես էլ մշակույթի ոլորտներում։ Առանձնահատուկ աշխուժություն է մտցվել նաև լողի նման նախկինում պասիվ մարզաձևում։ Հանդիպան ավարտին համայնքի ղեկավարը վստահեցրել է, սպորտի եւ մշակույթի համալիր կենտրոնի աջակցությունը լինելու է շարունակական, նոր հաղթանակների ու հաջողություններ գրանցելու նպատակով։ Սիրելի հեռուստադիտողներ, մեր առավոտը ճիշտ եւ արդյունավետ սկսելու համար հիմա առաջարկում եմ պատրաստեք սուրճ կամ թեյ, իսկ ես հաղորդումը սկսեմ օգտակար խորհուրդներով։ Եվ այսօր միասին խոսելու ենք կոճապղպեղի մասին։ Կոճապղպեղը վերջին տարիներին կիրառելի է դարձել աշխարհի շատ երկրներում։ Այն առանձնանում է յուրահատուկ սուր համով, անգերազանցելի բույրով եւ բուժիչ հատկություններով։ Կոճապղպեղը կարելի է օգտագործել թարմ, աղացած տարբերակով։ Կոճապղպեղի արմատները մի շարք օգտակար հատկություններ ունեն։ Չափավոր օգտագործելու դեպքում դրանք արագացնում են նյութափոխանակությունը։ Հենց այդ պատճառով այն օգտագործվում է նիհարելու համար։ Այն հիանալի օգնում է մարսողության հետ կապված խնդիրների, նաև սրնդային թունավորումների, սրտխառնոցի ու փսխումի ժամանակ։ Մագնիումի մեծ քանակի շնորհիվ թունավոր նյութերն ավելի արագ են հասնում հանվում օրգանիզմից, բարելավում է նաև նյարդային համակարգի աշխատանքը։ Ասկորբինաթթվի A եւ B խմբի վիտամինների, ցինկի, կալցիումի, յոդի եւ բնական հակաբիոտիկների պարունակության շնորհիվ կոճապղպեղը ամրացնում է օրգանիզմն ու բարձրացնում է իմունիտետը։ Կոճապղպեղը նաեւ դանդաղեցնում է օրգանիզմի ծերացման գործընթացը հակաօքսիդանտների շնորհիվ, պայքարում է ուղեղի բջիջների դեմ։ Հետազոտությունների համաձայն կոճապղպեղի կանոնավոր օգտագործումը կարգավորում է արյան մեջ խոլեստերինի ու շաքարի մակարդակը։ Բացի այդ, կոճապղպեղը լավացնում է արյան շրջանառությունը, անոթներում նվազեցնում է թրոմբի գոյացման ռիսկը։ Այդ պատճառով այս համեմունքը հաճախ արյան բարձր խտություն ունեցող մարդկանց են խորհուրդ տալիս օգտագործել։ Բայց կոճապղպեղի կծու արմատապտուղը գրգռում է ստամոքսի լորձաթաղանթը եւ աղիների լորձաթաղանթը։ Այդ պատճառով այն խորհուրդ չի տրվում օգտագործել խոց, գաստրիտ, թութք ունեցող մարդկանց։ Կոճապղպեղը հակացուցված է նաեւ լյարդի ցիրոզ, հեպատիտ ունեցող մարդկանց։ Եթե մարդ հակված է արյունահոսության, բարձր ճնշման ու սրտի հետ խնդիրներ ունի, պետք է հրաժարվի այս արմատապտուղի կիրառումից, քանի որ այն ուժեղացնում է արյան հոսքը։ Ընդհանուր առմամբ սննդաբանները խորհուրդ են տալիս չչարաշահել կոճապղպեղն ու այն փոքր քանակով կիրառել, քանի որ հնարավոր չէ հաստատ իմանալ, թե օրգանիզմն ինչպես կարձագանքի այդքան հագեցած մթերքին։ Սիրելի հեռուստադիտողներ, քիչ հետո մենք ունենալու ենք հյուր, իսկ մինչ այդ առաջարկում եմ դիտենք տեսահոլովակ, որից հետո կշարունակենք եթերը։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք եթերը, մեր հյուրը արդեն տաղավարում է, սիրով ներկայացնեմ նրան, դիմածնոտային եւ պլաստիկ վիրաբույժ Լիլիթ Սարգսյանի հետ ենք այսօր խոսելու։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Ինչպես է սովորաբար սկսվում բժիշկի առավոտը։ Բժիշկի առավոտը շատ հագեցած է սկսվում։ Ինչպես բոլորինս երևի իմն էլ է սկսվում մեկ բաժակ սուրճով, պարտադիր, նախաճաշը չենք մոռանում եւ գրաֆիկը շատ խիտ է, քանի որ ես մեկտեղ չեմ աշխատում, մի քանի տեղ եմ աշխատում, անընդհատ վազքի մեջ, հիմնականում չեմ հասցնում ընտրել եւ այլն, երեկոյան ժամին արդեն հոգնես գալիս ենք տուն ու սյան։
Այսօր քննարկելու ենք շատ կարևոր թեմաների մասին ենք խոսելու, քննարկելու, իսկ մինչ այդ երևի խոսենք հենց ձեր մասնագիտական ուղղության մասին, ինչու ընտրեցիք բժշկի մասնագիտությունը եւ հատկապես ինչու դիմացնոտայի եւ պլաստիկ վիրաբույժ մասնագիտություն ընտրեցիք։ Իրականում մեր ընտանիքում չունենք բժիշկներ, ես առաջինն եմ, դեռ մանկուց միշտ երազել եմ բժիշկ դառնալու մասին։ Չեմ կարող հատուկ շեշտել որ պահից սկսած, բայց ինչ խոսել գիտեմ, ասում եմ որ պետքա բժիշկ դառնամ։ Շատ եմ սիրում իմ մասնագիտությունը, հատկապես մարդկանց օգնելու ցանկությունը շատ մեծ է։ Այդ մայրիկիցս է երևի գալիս, նա իմ մեջ է ծեր մնել ու իմ համար այդ ոչ թե մասնագիտությունը, այլ առաքելության նման ինչ որ քայլ է։ Պլաստիկ վիրաբուժության մասին իրականում չէի մտածել սկզբից։ Մեր մոտ տենց է դեռ մինչև 4-5-րդ կուրս չենք կողմնորոշվում ինչ նեղ մասնագիտություն ենք ընտրելու եւ երբ մտա վիրահատարան հասկացա որ այս իմ կյանքն է ուրիշ մասնագիտություն էլ չեմ պատկերացնում միայն վիրաբուժություն ու էսթետիկա որտեվ արդյունքը մենք հենց այդ պահին ենք տեսնում իսկ ես տեսակով չեմ սիրում սպասել սիրում եմ այդ պահին տեսնել արդյունքը իսկ դիմացնոտային վիրաբուժությունը եւ պլաստիկ վիրաբուժությունը փոխկապակցված են միասին տարբեր մասնագիտություններ դիմացնոտային վիրաբուժությունը ինքը իրականում լայն է լայն ուղղվածություն ունի այդ բաժնի մեջ ենք մենք ավելի sense նեղ մասնագիտություն ընտրում դիմացնոտային վիրաբուժության մեջ ներգրավում են նաեւ տրավմաները օնկովիրաբուժությունը օրթոգնետիկ վիրահատությունները ու առանձին հենց կա պլաստիկ վիրահատությունները։ Իսկ դիմացնոտային վիրաբուժության են հիմնական խնդիրները, որ մարդիկ ձեզ հաճախ դիմում են, որոնք են, որ խնդիրների դեմ։ Կամ որ ես մասնագիտացված եմ պլաստիկ վիրաբուժության մեջ, իմը հիմնականում դիմում են ռինոպլաստիկայով, քթի արտաքին շտկման հետ կապված եւ դժվարացած շնչառություն սեպտոպլաստիկա։ Հիմնական վիրահատությունը այդ երկուսն են, բայց նաեւ ունենք բլեֆարոպլաստիկա կոպերի վիրահատությունն, օտոպլաստիկա ու լիպոսակցիային շատ դիմում։ Նաև դուք շատ երիտասարդ եք եւ արդեն կատարում եք այսպիսի վիրահատություններ, ինչ եք նկատում։ Հիմա մարդիկ ավելի շատ հաճախ դիմում են երիտասարդ մասնագետների, վստահում են թե ավելի փորձառու եւ ավելի տարիների փորձ ունեցող բժիշկներին։ Իրականում սերնդափոխության հետ կապված այդ կարծրատիպն էլ է վերացել։ Հիմա հիմնական երիտասարդները գնում են երիտասարդ մասնագետների մոտ, բայց այդ սառույցը դեռ կա, որ տարիքով մեծ պացիենտներ եմ ունենում, զգում եմ, որ այդքան շատ չեն վստահում, տեսնում են, որ երիտասարդ եմ, ասես մի տեսակ կասկածելով բան եւ կարող էլ չգան, բայց ունեմ հատուկ պացիենտներ, որ տեսնում են, հավանում են էջը հատկապես եւ այլն եւ ասում են հենց դեռ մոտանք եկե, որովհետեւ դուք երիտասարդ եք, ավելի տեղյակ եք այս նորարարություններից եւ այլն, նոր մեթոդներից, հիմնականը դա է։ Նաև էջերից խոսեցինք, որ մարդիկ հաճախ նաև նայում են բժիշկի էջը սոցիալական ցանցերում, այդպիսով են կարծիք կազմում, բայց ձեր կարծիքով դա միայն բավական է, որ բժիշկին ընտրեն, քանի որ շատ հաճախ դիտում են եւ այդ մշակումներն էլ անգամ լինում են հեռախոսով, երբ որ իդեալական արդյունքներ են ստացվում։ Այդ մարդիկ ինչպես ընտրեն ճիշտ մասնագետ ձեր կարծիքով։ Իմ կարծիքով միայն էջը բավարար չէ։ Շատ կարևոր է դեմ առ դեմ բժիշկի հետ զրուցել։ Ինձ հաճախ գրում են ուղղակի խորհրդատվություն են ուզում on-line հարցնել եւ այլն, ես միշտ կողմ եմ, որ պացիենտ բժիշկ փոխհարաբերությունը լինի դեմ առ դեմ։ Այդ վստահությունը, էներգիան պետք է մարդը զգա, հատկապես խոսելուց եկավ պացիենտը, տեսավ քեզ, հավանեց, ինքը քոնն է, վсё։ Ես շատ եմ կարևորում այդ դեմ առ դեմ հանդիպումները պարտադիր։ Նաև հոգեբանորեն աջակցություն է ինձ թվում է վիրահատությունից առաջ։ Պետք ինչպես եք աշխատում հիվանդների հետ, պացիենտների հետ հիմնականում։ Ասեմ, որ պլաստիկ վիրահատություններ դիմող պացիենտները շատ երկար են մտածում։ Սովորական պացիենտներից դրանով են տարբերվում, որ ցավի սինդրոմ չի, կյանքին անհապաղ վտանգ սպառնացող խնդիր չի, նրանք երկար ման են գալիս փնտրտուքների մեջ, ասենց կիսավախեցած, այլ կարծիքներ լսելուց, սխալներ տեսնելուց եւ այլն վախեցած գալիս են։ Հենց գալիս են բժշկուի ջան, մենք ճիշտ ասած շատ վախենում ենք նարկոզից։ Առաջին խնդիրը դա է։ Բայց հոգեբանական տեսանկյունից մեր հասարակությունը շատ մեծ դեր ունի։ Շատ մեծ դեր ունի արտաքինի հետ կապված, անընդհատ ճնշում են, բուլինգի են մարդկանց ենթարկում եւ այլն։ Այդտեղ շատ կարեւոր է հասկանալ հասարակությունն արդյոք այդ մարդուն ստիպե որ գա մեր մոտ, թե ինքը առողջ վերլուծության հետևանքով եկե։
այդ միայն լսելու ընթացքում է բարձ դառնում պացիենտը, երբ եկավ քեզ վստահեց, ամեն ինչ պատմում է ու դու արդեն հասկանում ես։ Իսկ հիմնականում հոգեբանորեն ինչպիսի վիճակում են գալի եւ վիրահատությունից հետո ինչպես է փոխվում մարդու հոգեբանական վիճակը։ Ես ունեցել եմ պացիենտ, ով հենց հոգեբանի հետ աշխատել է, արտաքինի հետ կապված, բայց ինչքան էլ հոգեբան տանջվեց, փորձեց իրան ասել, որ ամեն ինչ նորմալ է, ինքը ուզեց արտաքին տեսքը փոխի, քթի արտաքին տեսքը, եկել է շատ ընկճված վիճակով եւ հետագայում երբ արդեն այտուցները վերացել էր, քթի արտաքին տեսքը եկել էր իր վերջնական տեսքի, ես զգում էի, որ ավելի նա ինքնավստահ է դարձել, տրամադրությունը միշտ բարձր է, չգիտեմ, լրիվ կյանքի երանգները, գույները փոխվել էին, իր աուրան էլ էր փոխվել։ Այդ չեմ կարող նկարագրել ոնց է տեղի ունենում, բայց էներգետիկան մարդու լրիվ փոխվում է, շատ ինքնավստահ են դառնում։ Եվ նաև երբ որ խոսեցինք, ասեցիք, որ շատ հաճախ հասարակության կարծիքի հիման վրա են գալիս եւ նաև ինչ որ մեկին տեսնելուց եւ ցանկանալով նմանվել, հաճախ ուզում են ստանալ դեմքի այս ֆորման կամ քթի այս ձևը եւ հաճախ դա նրանց անհրաժեշտ չի է լինում։ Այ ինչ խորհուրդ եք տալիս, երբ որ կատարվում է առաջին 3D մոդելավորումը, թե վիրահատությունից հետո օրինակ մարդու քիթը ինչ տեսք կունենա եւ հաճախ են բախումներ տեղի ունենում, թե կարողանում եք համակարծիք լինել։ Իրականում մարդիկ արդեն գնում են դեպի բնական գեղեցկության։ Հիմա շատ քիչ է որ կան, ասեն, գիտեք, ես աստղին եմ ուզում նմանվել, կամ ուզում եմ շատ փոքր քիթ ունենամ եւ այլն, ամեն ինչ տանում է դեպի բնական արդյունքների, որ ամեն ինչը պլաստիկ վիրաբուժությունը գնում է դեպի դրան։ Ու պացիենտներն էլ արդեն գիտակցաբար գալիս են, որ ոչ թե ուզում են ինչ որ փոքր տենդեսների նման կուկլնինոս, որը շատ հայտնի է, այլ բնական սիմետրիկ դեմքի ֆիզիոնոմիային հարմար տարբերակներ։ Ու այդ ամեն ինչը մենք անում ենք մոդելավորման շնորհիվ, պացիենտի հետ խորը քննարկում ենք, մի քանի տարբերակներ ենք իրար հետ ընտրում, այնպես ենք անում, որ շնչառական ֆունկցիան էլ չտուժի։ Եվ վերջնական արդյունքը միշտ բնական է ստացվում, միշտ։ Նաև հաճախ տեսնում ենք, որ էսթետիկ միջամտությամբ անգամ լինում է քթի ձևը շտկել, փոխել։ Այ էսթետիկը եւ պլաստիկը ինչով են իրարից տարբերվում։ Պլաստիկ վիրաբուժությունը հիմնականում ուղղված է խնդրի վերացման համար։ Օրինակ ինքը միայն ոչ միայն ռինոպլաստիկան է, ինչպես մենք բոլորս գիտենք, պլաստիկ վիրաբուժության միջոցով կարող է վերացնել դեֆեկտներ, բնածին արատներ, չգիտեմ, այրվածքներից հետո մնացած մեծ սպիներ, այսինքն կա խնդիր, պլաստիկ վիրաբուժությունը դա վերացնում է։ Իսկ էսթետիկ վիրաբուժությունը խնդիր չունենք, բայց ուզում ենք էլ ավելի գեղեցիկ տեսք ունենանք, ինքը օգնում է մեզ։ Օրինակ բոտեքսը, ֆիլերները, ներարկումների միջոցով եւ այլն, մամոպլաստիկան էլ է հանդիսանում էսթետիկ միջամտություն։ Պլաստիկան հիմնականում խնդիրն է վերացնում։ Իսկ պլաստիկ վիրահատությունները առաջին անգամ որ տարիքից կարելի է սկսել հենց կատարել։ Իրականում 18 տարեկանից սկսած կարելի է, բայց ռինոպլաստիկայի մեջ մենք թույլ ենք տալիս աղջիկներին 17 տարին լրացած արդեն իրականացնեն։ Աղջիկների մոտ դիմային գանգ ավելի արագ է ձևավորվում, քան տղաների մոտ։ 17 տարեկանից կարելի է, իսկ մնացած վիրահատությունները մենք խորհուրդ ենք տալիս 18 տարեկանից, բայց ունենք առանձնահատկություններ, օրինակ բլեֆարոպլաստիկան խորհուրդ ենք տալիս 30 ու բարձր տարիքից սկսած։ Իսկ ձեզ ավելի շատ քթի պլաստիկ վիրահատություններ կատարելու համար աղջիկներն են հիմա ավելի շատ դիմում, թե նաև զարգացել տղաներն են արդեն ավելի շատ դիմում։ Իրականում ես շատ ուրախանում եմ, երբ որ տղաներն են դիմում, որովհետև մի ընթացք այդ բավական լուրջ խնդիր էր, ամոթ էր եւ այլն, որ տղաները դիմեն այդպես պլաստիկ վիրաբուժությանը, վիրահատություններին, միջամտություններին, այդ սառույցն էլ է կոտրվել։ Հիմա կարելի ասել հավասար է։ Ճիշտ աղջիկները էլի մի քանի տոկոս գերազանցում են, բայց տղաներն էլ հետ չեն մնում։ Իսկ քանի անգամ կարելի է կատարել ռինոպլաստիկա, որտեղ մարդիկ 1, 2 կամ 3 անգամ կատարում են եւ մի քանի անգամ կատարել անգամ ինչ բարդություններ կարող է առաջացնել օրգանիզմի համար։ Ցանկալի է մի անգամ իրականացնել ու լավ իրականացնել, որպեսզի երկրորդ, երրորդ անգամ էլ չունենանք խնդիր։ Բայց այդ շատ անհատական է, մենք չենք կարող իմանալ օրգանիզմը ոնց կպատասխանի, պատասխանի ռեակցիա ոնց կտա։ Մեկ-մեկ պացիենտները գանգատվում են, որ բժշկի սխալն է, բայց հիմնականում բժիշկը մեղավոր չի, որովհետև դա շատ անհատական է, օրգանիզմի պաշտպանիչ ռեակցիան չենք իմանա ոնց է լինելու, ոչ մեկ չի կարող ասել։ Իհարկե, եթե վիրատական տեխնիկան ճիշտ է արված,
Երկրորդ, երրորդ վիրահատությունների ժամանակ կպումներ առաջանալու հավանականությունը ավելի է մեծանում, որտեղ առաջի անգամ մենք անատոմիան խախտեցինք, երկրորդ անգամ արդեն օրգանիզմը սկսում է մեծ քանակությամբ ուրիշ հյուսվածք ձևավորել եւ այլն ու բարդությունները շատանում են։ Ինչ բարդություններ կարող են Հիմնականը կպումներն են առաջանում։ Իսկ ռինոպլաստիկան բոլորին ցուցված է, թե կան նաեւ հակացություններ, օրինակ կողմնակի հիվանդություններ ունեցող մարդիկ, որ հիվանդություններ են, որ այդ դեպքում չի կարելի կամ խորհուրդ չի տրվում։ Հիմնականում համակարգային հիվանդություններն են, առաջինը հենց ալերգիկ ռեակցիաներն են անզգացնող նյութերի նկատմամբ։ Մյուսը դա տարիքն է իհարկե, փոքր տարիքից չի կարելի, հղիներ, կերակրող մայրեր չի կարելի, արյան մակարդելության հետ խնդիրներ ունեցող մարդկանց, սիրտ-անոթային երիկամների հետ, հիմա շաքարային դիաբետը եւ անձնաձև գեղձի խնդիրները իրանք համարվում են հարաբերական հակացություն, իրենց բուժող-բժշկի հետ խորհրդակցելով դոզավորումը եւ այլն ճիշտ կազմակերպելու դեպքում կարելի է, բայց այն մնացածի դեպքում խիստ հակացություններ ունենք։ Իսկ դիմածնոտային վիրաբուժությունը նույնպես ունի հակացություններ եւ քթի պլաստիկ վիրահատությունը նշեցիք, որ կարեւոր է որ մեկ անգամ կատարվի։ Դիմածնոտայինը նույնպես պետք է մեկ անգամ կատարվի եւ մի անգամից խնդիրը կարող ենք համարել, որ լուծված է, թե նաեւ կարիք է լինում մի քանի անգամ նորից նույն խնդրի վիրահատություն կատարել։ Էլի շատ անհատական է, շատ անհատական է։ Իհարկե արդյունքը մենք տեսնում ենք միանգամից, բայց այտուսների իջնելու հետևանքով եւ այլն հնարավոր են շատ թեթև ինչ-որ շտկումներ լինի, բայց երբ որ էլի եմ ասում վիրատական տեխնիկան ամեն ինչ ճիշտ է արված, օրգանիզմի պատասխանի ռեակցիան նորմալ է ընթանում, հիմնականում շտկումների կարիք չի լինում։ Իսկ նորագույն ինչ տեխնոլոգիաներով է հիմա, որքանով է զարգացած Հայաստանը եւ ինչ նորագույն տեխնոլոգիաներով են կատարվում վիրահատությունները, ինչ համալրումներ կան։ Շեշտեմ, որ Հայաստանում հատկապես ռինոպլաստիկան եւ մյուս պլաստիկ վիրահատությունները շատ զարգացած են։ Մենք որ համեմատական ենք տանում թեկուզ Եվրոպայի, Ամերիկայի եւ այլ երկրների հետ, մեր բժիշկները բավականին հմուտ են, ունեցել ենք շատ պացիենտներ, որ ինչ որ հայտնի բժիշկների մոտ են վիրահատվել դրսում ու խայտարակ խնդիրներով հետ են եկել։ Մեր բժիշկների ձեռքը շատ լավն է կոպիտ ասեմ, հա, մեր խոսակցական տենդենսներից հիմա որ ունենք նորարարական facelift-ն է, դա դեմքի ամբողջական երիտասարդացումն է, ձգումն է, որը հիմա իրականացնում են էնդոսկոպիկ եղանակով։ Էնդոսկոպը ինքը հատուկ կամերա է, որի շնորհիվ մենք շատ մինիմալ կտրվածք ենք անում, այն առաջվա նման մեծ կտրվածքներ չենք անում, որ սպիեր չմնան եւ այլն։ Այդ մինիմալ կտրվածքների շնորհիվ մենք կարող ենք հասնել բավականին լուրջ արդյունքների։ Հիմնական տենդենսները դրանք են։ Իսկ facelift-ը նույնպես ավելի հասուն տարիքի կանանց է ցուցված, թե նաև երիտասարդները հիմա կարող են նույնպես կիրառել դա։ Երիտասարդ տարիքում այդքան ցանկալի չի facelift, բայց մեծ տարիքում, երբ որ արդեն նկատում ենք, այդտեղ մկանային տոնուսը, ճարպային հյուսվածքը թուլանում է, կախվում է, արդեն 40-ից հետո կարելի է մտածել այդ ուղղությամբ, մինչև 40 ցանկալի է ներարկումներով եւ այլն ներարկումներով ցանկալի է մաշկին առողջ պահել։ Նաև շատ հաճախ լսում ենք, երբ որ այդ ներարկումները ասում են ժամանակի ընթացքում կախվում է դեմքը, դա էլ կախված է մասնակետից, թե նաև նյութերից եւ էլի մարդու առանցքություններից, հա, ֆիլերները իրենք իրանով ինչքան էլ փորձ ենք ասել, թողներն ինձ կազմել, ինքը օտար նյութ է համարվում։ Ինչքան էլ փորձենք ասել, ու ինքը տեղաշարժվում է։ Ինքը մինչև վերջ չի լուծվում։ Օրգանիզմը տեսնում է օտար նյութ, սկսում է դրա դեմ պաշտպանիչ ռեակցիա, ու սանց պաշտպանիչ շերտ է առաջանում, ու ինքը մնում է օրգանիզմում իրականում։ Օտար նյութ է համարվում։ Ինչքան էլ մենք ասենք ինքը ցանկալի է, պետք է, ես ֆիլերն այդքան էլ կողմ չեմ։ Շուրթերի շրջանում խնդիր չկա, բայց դեմքի մյուս հատվածներում չարժի, որովհետև հետո էլի գալու են մեր մոտ, գալու են վիրահատվելու, այդ ժամանակին, որ ասում եք կպումներ եւ այլն, շատ անատոմիան խանգարվում է, մեր գործը դժվարացնում են։ Նաև բացի գործի դժվարությունից, երբ որ կատարվում է անգամ, ֆիլերներ հիմա գրեթե կատարվում է բոլոր տեղերում, անգամ գեղեցկության սրահներում է կատարվում։ Որքանով եք տեղյակ եւ որքանով վերահսկվում այս ոլորտը, որպեսզի անգամ այդպիսի տեղերում ոչ ճիշտ մասնակիցները չկատարեն նման միջամտություններ։ Հիմա մի փոքր խստացրել են այդ այմանը, փորձում են հսկել, կառավարել եւ այլն, բայց էլի մեր հայավարի կոպիտ ասած վիճակը դեռ մնացել է։
ով ինչպես հասցնում իրականացնում է, որտեղ մտածում են, որ ինքը ինչ-որ բարդ խնդիր չի, լուրջ խնդիր չի, ուղղակի ներարկում է, բայց չեն մտածում հետևանքների մասին։ Ու էլի այդ պացիենտները տուժված, նեղացած գալիս են մեր մոտ, թե բժիշկ ջան, օգնեք մեզ, սենց խնդիր է եղել։ Պետք է այդ ամեն ինչը իրոք առողջապահական համակարգով խիստ վերահսկում մտցնել, որ միայն բժիշկը զբաղվի, միայն բժիշկը կամ որակավորում ունեցող անձին։ Նաև ամփոփելով թեման, ինչ խորհուրդ կտաք այն պացիենտներին, ովքեր որ ուզում են կատարել, բայց թե վախենում են, թե նաև կասկածում են, արդյոք պետք է վիրահատել, թե չէ, ինչ ձեր պացիենտներին ինչ խորհուրդ կտաք։ Ես խորհուրդ կտամ անպայման խորհրդակցեք բժշկի հետ։ Մի վախեցեք այդ առաջին կոնսուլտացիայից, խորհրդատվությունից, գնացեք դեմ արդեն տեսեք ձեր բժշկին, վստահություն թող ներշնչի բժիշկը։ Պարտադիր թող իրականացնեն մոդելավորում, մոդելավոր չեմ ասում 100%-ով նույն արդյունքն ենք տեսնելու, բայց գոնե մի 60%-ով ինքը մոտ է արդյունքին, որ պացիենտը սկսի իրեն տրամադրել իր նոր արտաքինի հետ կապված։ Ու պետք չէ այդքան վախենալ, ուրիշի կարծիքներին ոչ մեկին չլսեն, ամեն ինչ անհատական է։ Շնորհակալ ենք շատ Լիլիթ ջան, հետաքրքիր եւ բովանդակալի զրույցի համար։ Ձեզ էլ շնորհակալ։ Սիրելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ այսօր զրուցում ենք դիմացոնոտային եւ պլաստիկ վիրաբույժ Լիլիթ Սարգսյանի հետ։ Այս պահին մեզ մոտ երաժշտական ընդմիջում է, դիտենք տեսահոլովակ եւ շարունակենք եթերը։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք, իսկ հիմա հեռուստաէկրանների առջև հրավիրում եմ մեր ամենաճանապարհորդասեր հեռուստադիտողներին, քանի որ այսօր հնարավորություն ունենք ծանոթանալու Արգենտինայի հետ։ Այս հիասքանչ երկիրը հայտնի է իր տանգոյով, աշխարհահռչակ ֆուտբոլիստներով եւ անծայրածիր Հարավային Ամերիկային բնորոշ ջերմ հոգով։ Արգենտինան ոչ միայն բնության հրաշալիքներով գրավում է սկսած Անդերի լեռներից մինչև Պատագոնիայի սարդադաշտեր, այլև իր բազմազանությամբ, հագեցած մշակույթով եւ գրականությամբ։ Իսկ այսօր մենք հնարավորություն ունենք ծանոթանալու այս հրաշագեղ երկրի պատմության հետ։ Արգենտինան հակասությունների երկիր է, այստեղ շատ են եվրոպական ճարտարապետությամբ քաղաքները։ Երբ հասնում ես Պատագոնիայի ձյունածածկ լեռները կամ Իգուասո ջրվեժի մոտ, մոռանում ես ժամանակի մասին։ Հասկանում ես, Արգենտինան քեզ չի թողնում դիտողի դերում, նա քեզ ներգրավում է իր պատմության, իր բնության, իր զգացմունքների մեջ։ Բուենոս Այրեսը հիշեցնում է Փարիզը, լայն պողոտաներով ու նեոկլասիկ շինություններով, բայց շուտով բացվում է մի այլ աշխարհ՝ տանգոյի ստվերոտ սրահներ, գրաֆիտներով պատեր, առևտրի եռուզեռ։ Երկրի անվանումը Արգենտինա առաջացել է լատինական արգենտում արծաթ բառից, որն իր հերթին առաջացել է արգենտոս բառից, ինչը նշանակում է սպիտակ, պայծառ։ Արգենտինայի ողջ արևմտյան սահմանի երկայնքով անցնում է Անդերը, արևմտյան կիսագնդի խոշորագույն լեռնային զանգվածը, որը հիմնականում ձևավորվել է ալպիական քաղաքակրթության ձևավորման ժամանակ։ Այն տարբերվում է երկրաբանական կառուցվածքի բարդությամբ եւ բազմազանությամբ։ Ռելիեֆի բազմազանության եւ երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունների շնորհիվ Արգենտինան ունի հարուստ հանքահումքային բազա արդյունաբերության զարգացման համար։ Երկիրն առանձնանում է ուրանի, մանգանի, պղնձի, հանքաքարի, բերիլիումի պաշարներով, կան կապար, ցինկի, վոլֆրամի եւ երկաթի հանքաքարեր։ Ուրանային հանքաքարերի պաշարներով Արգենտինան աշխարհի առաջատար երկրների տասնյակում է։ Արգենտինայի բուսականությունը առանձնանում է մեծ բազմազանությամբ, արևադարձային անտառներից մինչև կիսանապատային տարածքներ, Պատագոնիայում եւ Պունայում։ Հյուսիսային արգենտինական միջագետքում աճում է մերձարևադարձային բազմատեսակ անտառներ։ Արգենտինայում անտառները զբաղեցնում են հողային ֆոնդի 12%-ը, առավել յուրացված են Չակոյի անտառային ռեսուրսները, բայց այստեղ երկարատև շահագործման արդյունքում սուր է դրված դրանց պահպանության եւ վերականգնման հարցը։ Արգենտինայի կենդանական աշխարհը թեև այդքան էլ հարուստ եւ բազմազան չէ, ինչպես Լատինական Ամերիկայի այլ երկրներում, բայց ունի բավական շատ էնդեմիկ տեսակներ։ Գրեթե բոլոր այդ կենդանիները բնակվում են Անդերում եւ դրա նախալեռներում, ինչպես նաև Պատագոնիայի քիչ բնակեցված շրջանում։ Արգենտինան երկիր է, որտեղ կարելի է հանդիպել համարձակ հակադրությունների։ Դա երկիր է, որը ապրում է երաժշտությամբ, շարժումով եւ պատմությամբ։
Մենք շարունակում ենք եթերը եւ ես նշեմ, որ 1907 թվականի մայիսի 13-ին Երևանում գործարկվեց Հայաստանի առաջին հիդրոէլեկտրոկայանը։ Այն ոչ միայն լուսավորեց մեր քաղաքի փողոցները, այլ նաեւ դրեց տեխնոլոգիական առաջընթացի հիմքը։ Մինչ առաջին հիդրոէլեկտրոկայանի կառուցումը Երևանը լուսավորում էին լապտերներով։ Ընդհանուր առմամբ Երևան քաղաքը լուսավորվում էր մոտ 220 լապտերներով։ 20-րդ դարի սկզբին Երևանում կային փոքրիկ հիդրոէլեկտրոկայաններ, բայց դրանք չէին բավարարում մեծ քաղաքի պահանջներին։ 1923 թվականի մարտի 9-ին դրվեց Երևանի հիդրոէլեկտրոկայանի շենքի հիմնաքարը։ Շենքի ճարտարապետը եղել է Ալեքսանդր Թամանյանը, իսկ շինարարությունը տևել է մոտ 3 տարի։ Սիրելի հեռուստադիտողներ, հաղորդման վերջում նշեմ, որ մինչև մայիսի 15-ը հանրապետության առանձին վայրերում եւ Երևանում սպասվում է ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպի ժամանակ քամու ուժ գնացում 18-ից 23 մետր վարկյան։ Բայց հուսով եմ, որ անձրևային եղանակը ոչ մի կերպ չի ազդելու ձեր տրամադրության վրա եւ հուսով եմ, որ այս հաղորդումը ապահովեց ձեր դրական տրամադրության մի փոքր չափաբաժինը, որը ուղեկցելու է ձեզ ամբողջ օրվա ընթացքում, իսկ ձեզ հիմա հաջողություն եմ մաղթում, մենք կհանդիպենք վաղը, ցտեսություն։